Բարև ձեզ, Arm Radio-ի եթերում սոցիալական ցանցերի տեսությունն է անցնող շաբաթ սոցցանցերում առավել շատ քննարկված թեմաների ամփոփմամբ։ Ձեզ հետ Հասմիկ Բուդաղյանն է, անցնող շաբաթ քննարկվող թեմաներից առանձնացրել եմ հետևյալը։ Սոցցանցերում քննարկվող շաբաթվա թիվ 1 թեման ռուսաստանյան իրադարձություններն են, որքան կտևեն անհանգստությունները եւ ինչ նպատակ են հետապնդում, բացահայտում է փորձագետը։ Հաղթել են գիտակների համաշխարհային մրցույթում, պատմում է մրցույթի մասնակիցը։ Ադրբեջանական քարոզչամեքենայի նմուշներից, ինչպես են վերաբերվում Եվրատեսիլին մեր հարևանները։ Առավոտ.am կայքում տեխնիկական խափանումներ են եղել, պատճառը պարզվում է ցանցահենները չեն, այլ Google-ը։ Այժմ այս ամենի մասին առավել մանրամասն։ Արդեն մեկ շաբաթ է Ռուսաստանում անհանգստություններ են կապված Պետդումայի ընտրությունների արդյունքների հետ։ Հանրահավաքներն ու բախումները հատկապես Ռուսաստանի մայրաքաղաքում արդեն անհանգստացնող են, հարյուրավոր ձերբակալվածներ կան։ Ժառանգություն կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանին Ռուսաստանի ժողովրդադեմոկրատական միավորման ղեկավար 2000-ից 2004 թվականներին Ռուսաստանի վարչապետ Միխայել Կասյանովը, ում հետ պատգամավորն առիթ է ունեցել հանդիպելու դեկտեմբերի 1-ից 5-ը Ռուսաստանի խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելության շրջանակներում, ասել է. Պուտինը գնում է Մուբարակի պես, գնում է Չաուշեսկու պես, Պուտինը գնալու է Քադաֆիի պես, Պուտինը չի մնալու։ Ռուսաստանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները ՀԱԿ համակիր Արաքել Սեմիրջյանին ստիպել են անդրադառնալ հարցին, թե արդյոք ինչ պետք է անի Հայաստանում բնակվող քաղաքացին այս իրավիճակում։ Առաջին հայացքից շատ գայթակղիչ է ու գեղեցիկ ցանկացած երկրում տեղի ունեցող ժողովրդական շարժումները, ու ես երբեք չեմ էլ թաքցրել իմ համակրանքը այդ շարժումների նկատմամբ։ Լինեն դրանք Ռուսաստանում, Իրաքում, Եգիպտոսում, Սիրիայում, Իրանում, ԱՄՆ-ում կամ այլուր, սակայն համակրանք, բայց ես երբեմն մոռացել եմ, որ նշված երկրներում ապրում են բազմաթիվ հայեր, որոնք ցանկացած վայրիվերումների դեպքում առաջիններից են հարվածը իրենց գլխին ստանում։ Ասածս սարսափելի է, սակայն ավելի սարսափելի է Ռուսաստանի դեպքում, երբ մենք ունենք 2 միլիոնից ավելի հայ այդ երկրում բնակվող, ու եթե Աստված մի առասցե վայրիվերումների հետևանքով իշխանության գան ֆաշիստական ուժերը, ապա այսօրվա շաբաթը 1 հայի դիակի փոխարեն կստանանք ամեն օր 1 դիակ։ Ապա նա ավելացնում է. այնպես որ ես իմ անձնական համոզմունքներից չհրաժարվելով այժմ շունչս պահած զգուշացնում եմ համ մեր իշխանական, համ ընդդիմադիր գործիչներին, որ դուք էլ մի փոքր զգույշ արտահայտվեք այս վտանգավոր իրավիճակում, քանզի որոշ դեպքերում չարտահայտվելը կարող է ավելի խոսուն լինել, քան քո սկզբունքայնությունը հաստատելու համար արտահայտած միտքը, որը կարող է վտանգի ենթարկել քո հայրենակիցներին, ասում է Արաքել Սեմիրջյանը Facebook-ում։ Հարցի առնչությամբ զրուցել եմ տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի հետ, որ անընդհատ հետևում է ռուս բլոգերների գրառումներին եւ տեղյակ է իրադարձությունների ընթացքին ու մանրամասներին։ Արդյոք հնարավոր է թեկուզ ոչ հեռահար կանխատեսում անել, թե ուր են տանում այս անհանգստությունները եւ ինչ վտանգներ կան կոնկրետ Ռուսաստանում բնակվող հայերի համար։ Ես հետևում եմ, ովքեր են բարձրացնում այս ալիքը, ու իրաց մեջ բավականին շատ մարդիկ կան այդ պրոցեսների զանգվածը բողոքող, իրաց մեջ շատ մարդիկ կան, անձնավորություններ, որոնք նաև ունեն նացիստական, ինչը ֆաշիստական հայացքներ։ Ժամանակին գնացել են ռուսական քայլ, մի հատ բան ունեն, ռուսական մարշ ամեն նոյեմբերի 4-ին քայլում են, դա հիմնականում ինչ-որ կիսաֆաշիստական մի բան է, ու հիմա կարելի է տեսնել, որ այդ առաջնորդները հիմա նաև գլխավորում են այդ ցույցերը, այսինքն պոտենցիալ վտանգը հայերի համար կա, նույնիսկ այսօր հայտնի Russia Today ալիքի ղեկավարին Մարգարիտ Սիլվանյանի հասցեով սպառնալիքներ են եղել, այսինքն ասել են գնանք քո Հայաստանը, ու բազմաթիվ այդպիսի սպառնալիքներ, դա սպասելի է, որովհետև ռուսների մոտ շատ հաճախ իրենք փորձում են թշնամի գտնել եւ առաջի պատահածը դա ընդհանրենք ոչ ռուսանման մարդիկ են, որոնք կարող են խնդիրներ ունենալ։ Ըստ մասնագետի, իրականում ռուսները պատրաստվում են նախագահական ընտրությունների, փորձ է արվում, թե ինչպես կարելի է այս ամենը կազմակերպել սոցցանցերով, որքան մարդ հնարավոր է հավաքել, ինչի կարելի է հասնել։ Իմ կարծիքով ալիքը կփորձեն պահեն մինչև նախագահական ընտրությունները Ռուսաստանի, այդ ժամանակ արդեն իմ կարծիքով բոլոր ռեսուրսները կօգտագործվեն։ Զգացում է, որ արևմտյան լրատվամիջոցներն էլ եւ ընդհանրենք Միացյալ Նահանգները ու եվրոպական երկրների որոշ քաղաքական գործիչներ բացի-բաց սատարում են այս բողոքարկող process-ներին, մի տարբերակը դա է, մյուս կողմից իրոք զանգված կա, որը ընդհանրենք ուզում է փոփոխություններ տեսնել, պարզ է, որ իշխանություններն էլ կփորձեն ինչ-որ տեխնոլոգիաներ կիրառել, որովհետև բավականին հմուտ մարդիկ կան Պուտինի աշխատակազմում այդ process-ները ղեկավարելու։ Մեզ համար ուղղակի, քանի որ գիտենք Ռուսաստանը մեր ստրատեգիկ բարեկամն է, բարեկամ երկիր է կարելի ասել, ուղղակի պետք է հետևել, իմ կարծիքով որոշ բաներ կփորձեն նաև կիրառվել այստեղ
բանի ազգային ժողովի ընտրության ժամանակ։ Այսինքն տեխնոլոգիաները մենք տենում ենք եւ Վրաստանում կիրառվեցին Մոլդովայում, Ուկրաինայում, Լիբիայում, Թունիսում, այսինքն համացանցային այդ տեխնոլոգիաները հաստատ որ շատ միանման ձևով կիրառվում են։ Ես ուղղակի հետևում եմ, որ ուզում ինչ-որ մասնագիտորեն ինձ հետաքրքրում, ինչ նոր բաներ կարելի է ստեղծել։ Իմ կարծիքով Հայաստանում ինչ-որ նման տիպի բան փորձ կիրառվելու է։ Դառնանա ընտրություններից հետո, որտեղ միշտ կնի զանգված օրը չի համաձայնվի ընտրության արդյունքների հետ, կփորձեն մարդկանց փողոց հանել, կփորձեն Facebook-ով, Twitter-ով ինչ-որ բաներ կազմակերպել, դեզինֆորմացիա կամ ինչ-որ ցերարժեք ինֆորմացիա օգտագործել այդ սոցիալական ցանցերի միջոցով, այսինքն ուղղակի կարելի է եւ նայել Ռուսաստանում ինչ է կատարվել եւ փորձել դասեր քաղել, դա եւ մեր ընդդիմությանը վերաբերվում եւ նաեւ իշխանություններին է վերաբերվում եւ նաեւ ոլորտի մասնագետներին։ Տիգրան Քոչարյանը կարծում է, որ ռուսաստանյան անհանգստությունների հեղինակներն արդեն իսկ մի արդյունքի հասել են։ Պուտինի լեգիտիմությունը վտանգի տակ է։ Մի բանի հասել են արդեն ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ է արդեն։ Այսինքն բոլոր արտասահմանյան երկրների ղեկավարները արդեն մի փոքր կասկածել են։ Նաեւ իմ կարծիքով հիմնական հարվածը գնալու է Պուտինի լեգիտիմության վրա։ Եվ այստեղ Ռուսաստանը բավականին մեծ աշխատանք ունի կատարելու, այսինքն իրենք ոնց են գտնելու բողոքա ցուցարարների հետ լեզուն ոնց են գտնելու, պատժելու են, չեն պատժելու, ցրել են, ոնց են ցրելու, աստված չտա ինչ-որ զոհեր բաներ չլինի, այսինքն խնդիրները կան, այստեղ ռուսական պետության գործը շատ կարևոր է, որ շատ ճիշտ կարողանան այս հարցը հանգուցալուծել։ Սա տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքն էր։ Բլոգեր Բոչարսկին Live Journal-ի իր բլոգում բացատրում է, թե ինչու է անհրաժեշտ փողոց դուրս գալ, որքան էլ զարմանալի է իշխանությունն առաջ է սլանում այնքան, որքան նրա համար ճանապարհ է հարթում հասարակությունը։ Այս շաբաթը ցույց տվեց, որ այդ սահմանների փոփոխություն հնարավոր է եւ դա միայն մասնակցությամբ ու սեփական ներկայությամբ պետք է ապացուցել, գրում է ռուս բլոգերը։ Ըստ ռուս բլոգերի կանխատեսումների իհարկե ոչ ոք չի կրակի, չի հարձակվի ժողովրդի վրա, Լիբիա չի լինի, բայց կարող է լինել բելառուսական սադրանքի պես մի բան։ ԿԳԲ-ականները կփշրեն խանութների ցուցափեղկերն ու այդ ամենը կբարթեն ընդդիմության վրա։ Հնարավոր է կազմակերպեն Կրեմլի պաշարում եւ այլն, իսկ ակտիվիստների բուն ձերբակալությունները ըստ նրա Պուտինն ավելի ուշ կկազմակերպի մարտ ամսին մոտ, այսինքն ռուս բլոգերը եւս կարծում է, որ անհանգստությունները մինչեւ գարուն կձգվեն։ Ճանաչված լրագրող Սվետլանա Սարոկինան էլ Live Journal-ի իր բլոգում գրել է, որ ինքն ու իրավապաշտպան Իրինա Յասինան որոշել են դուրս գալ Ռուսաստանի նախագահին կից քաղաքացիական հասարակության զարգացման եւ մարդու իրավունքների գծով խորհրդի կազմից։ Որպես խորհրդից դուրս գալու պատճառ նրանք նշել են Պետդումայի ընտրությունների արդյունքների կեղծումը եւ հանրահավաքների մասնակիցների հանդեպ բռնությունները։ Մեդվեդևին կից խորհրդում աշխատանքային 3 տարիները մեզ բերեցին համոզման, որ Ռուսաստանի քաղաքացիների իրավունքների եւ ազատությունների հանդեպ հարգանքը Ռուսաստանի նախագահի եւ նրա թիմի համար առաջնահերթություն չեն, ասվում է Սարոկինայի բլոգում։ Բլոգեր Տիգրան Քոչարյանը մասնակցել է Իսրայելում կայացած գիտակների համաշխարհային մրցույթին, 3-րդ տեղի համար պայքարում մենք գրանցել ենք հաղթանակ Ադրբեջանին 6-4 հաշվով։ Փաստորեն, ինչպես շախմատով ենք ապացուցել, մենք վստահ կարող ենք մեր ինտելեկտով ներկայանալ աշխարհին։ Մեկնաբանում է դարձյալ բլոգեր Տիգրան Քոչարյանը, ով մեր գիտակների խմբից է եւ այս շաբաթ ակտիվորեն սոցցանցերում ներկայացնում էր խմբի աշխատանքները։ Վերջի 2-3 տարին պետությունը սկսել է ուշադրություն դարձնել նաև ինտելեկտուալ խաղերին Հայաստանում, այսինքն դեպի գիտելիքի ձգտմանը ներդրումներ են արվում, ինչի իհարկե արդյունքը ցույց է տալիս։ Ես կարող եմ ասել, որ այս տարվա տվյալներով արդեն մենք ունենք 1-2 թիմ, որոնք հանգիստ կարող են պայքարել առաջին տեղերի համար, նույնիսկ։ Ըստ Տիգրան Քոչարյանի, երբեմն ադրբեջանցիները խաղը խառնում են քաղաքականության հետ։ Մեր մոտ ամենալուրջ միջադեպը եղել էր Հարավային Կովկասում շապիկների պատերազմներ։ Մեր թիմերից մեկը նստեց Արցախ ալկո իրենց հովանավորի տված շապիկներով, ադրբեջանցիները ի պատասխան դրան փորձեցին նստել Երևանյան խանություն Ադրբեջան 1600 թվից էլի։ Այդպիսի բան, այնտեղ շատ բավականին բուրըն բան գնաց, քիչ մնացեց կրծուկի հասնել, բայց հիմնականում բավականին հանգիստ է լինում, կախված ճիշտ ասած ով է գալիս իրենց կողմից, որովհետև շատերը գալիս են ուղեղները դվածած եւ խառնում են խաղը քաղաքականության բազմիցս ասել են, որ պետք չի խաղալ, դեռ քաղաքականությամբ զբաղվում ուրիշ մարդիկ, իսկ սա ուղղակի խաղ է։ Եթե ընդհանրենք ուժեղ եք, գրեք, ապացուցեք, որ ընդհանրենք տվյալային ձեր գիտելիքներով ավելի ուժեղ եք։ Դա հիմնական հարցը կարող եմ ասել, որ հիմնականում նորմալ մթնոլորտում անցնում
ոչ թշնամաբար, ոչ էլ բարեկամաբար։ Իսկ ինչպես են վերաբերվում մեր հարևանները Եվրատեսիլին, նրանք հատկապես ողջևորվել են անցյալ շաբաթ Հայաստանում կայացած մանկական Եվրատեսիլից։ Քոչարին, Դհոլը, Քամանչյան մանկական Եվրատեսիլում բավական էին, որ մեր հարևաններն սկսեին բուռն քննարկումները։ Ներկայացնում է քաղաքագետ Հարավային Կովկասի գծով փորձագետ Անժելա Էլիբեգովան։ Ինչ վերաբերվում է նրան, որ ինտերվալ ակտերում, այսպես ասած, հայկական կողմը ներկայացրել էր մեր մշակույթը շատ տարբեր եւ իմ կարծիքով շատ հետաքրքիր ձևով, դա առանձին մի թեմա է ադրբեջանական լրատվամիջոցների համար, որոնք տարի փորձում են գտնել ինչ-որ մի բան, որից կարող են կարճել եւ վայնասուն բարձրացնել, դա լինի Դհոլը, դա լինի Քոչարին, դա լինի Զուրնան եւ այլն եւ այլն։ Այսինքն մենք դրան պատրաստ ենք, մենք դրան սովոր ենք։ Դա կրկնվում է 2006 թվականից սկսած, երբ Հայաստանը սկսեց մասնակցել Եվրատեսիլին, եւ ցավոք դա անընդհատ այդպես կլինի, որովհետեւ նրանց համար դա ինչ որ հիվանդագին մանիայի պես համոլուծք ինչ որ նման վերաբերմունք է, եւ ընդհանրապես իրենց վերաբերմունքը Եվրատեսիլին բավական հետաքրքիր ֆենոմեն է, նրանք ազգովի ապրում են դրանով, իմ փաստը որ հաղթել են եւ մայիսին անցկացվելու է Բաքվում մրցույթը, ամեն տեսակի հարթակներում նրանք դրա մասին խոսում են, նույնիսկ նախագահի մակարդակով, ինչ որ օֆիցիալ հայցերով, երբ որ գալիս են դելեգացիաներ Ադրբեջան, հիշում եմ, կարծեմ Պոլշայի նախագահներ, նույնիսկ օֆիցիալ մամուլազուրիսի ժամանակ հայտնել էր, որ ես խոստանում եմ, որ անպայման Ադրբեջանի օգտին Եվրատեսիլին կքվեարկեմ։ Այսինքն Եվրատեսիլը երկու նախագահների երկխոսության մեջ դա ինչ որ կարևոր տեղ զբաղեցնող բան է ստացվում։ Դա ճիշտ ասած մի քիչ այդքան էլ նորմալ չի, իմ կարծիքով։ Եվրամիության ներկայացուցիչը Ռոլան Կոբյան նույն տեսակի հայտարարությամբ հանդես եկավ, որ Եվրոպայի կողմից Ադրբեջանի ճանաչմանը շատ կնպաստի այն փաստը, որ Եվրատեսիլ 2012-ը անցկացվում է Ադրբեջանում։ Այսինքն մեզ համար երբեք վիրավորական կլիներ, եթե մեր մասին նման ինչ-որ հայտարարություն արվեր եվրոպական չինովնիկների կողմից։ Ադրբեջանում դա ողջունում են, Ադրբեջանում դա շատ բարձր աստիճանի ֆանատիզմի հասնող ինչ-որ իդեա է դառել։ Քաղաքագետ Անժելա Էլիբեգովան էր։ Իդեպ այս թեմային է անդրադարձել նաև 7 օր AM-ը ադրբեջանական քարոզչական մեքենայի հերթական ֆիասկոն վերնագրով հոդվածում։ Մտածեցին Բաքվում, մտածեցին, թե ինչ է պակասում միջազգային հանրության առջև որպես լիարժեք ժողովուրդ ներկայանալու համար, եւ հիշեցին, որ հարազարամյա պատմություն ունեցող մեծն ադրբեջանական ժողովուրդը չունի որևէ ազգային սպորտ։ Ուստի պատահական չէր, որ ռեպորտաժներից մեկի թեման ադրբեջանական ազգային սպորտն էր շախմատը։ Ռեպորտաժում խոսվում է ադրբեջանական երիտասարդության շախմատով ապրելու մասին, ինչպես նաև Բաքվի շախմատային դպրոցի ամենահանրահայտ սանի Գարի Գասպարովի մասին։ Կասկածից վեր է, որ հնարավորության դեպքում ադրբեջանցիները կթրքացնեն նաև հայկական ծագում ունեցող շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն ծնունդով բաքվեցի Գարի Գասպարովին, որն ի դեպ իր ընտանիքի հետ միասին 90 թվականին Բաքվի հայկական ջարդերի ժամանակ հազիվ է մազապուրծ եղել եւ քաղաքից կարողացել է դուրս պրծնել միայն հատուկ նշանակության զորքերի ջոկատների օգնությամբ, գրում է 7 օր AM-ը։ Որոշ ժամանակ խափանվել են Առավոտ AM-ի կայքի աշխատանքները, սկզբում կասկած կար, որ դա ցանցահենների գործն է, սակայն զրուցելով մասնագետի հետ պարզեցի, որ դա ընդամենը տեխնիկական խնդիր է։ Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանն ասաց, որ խնդիրն այն է, որ Google-ը մի ծրագիր ունի, որը ստուգում է կայքերի վիրուսները, եւ ահա վիրուս է հայտնաբերվել Radical.ru կայքում, իսկ Radical-ը մի կայք է, որի միջոցով հեշտությամբ կարելի է լուսանկարներ ներբեռնել կայքերում։ Եվ քանի որ Radical-ն ունեցել է խնդիր, հետեւաբար դրանից տուժել են այն կայքերը, որոնք օգտվել են Radical-ի ծառայություններից, այդ թվում եւ Սամվել Մարտիրոսյանի Live Journal-ի բլոգը։ Անելով համապատասխան լուսանկարը Առավոտ AM-ն ազատվել է խնդրից եւ հիմա կայքի աշխատանքներն ընթանում են բնականon հունով։ Իդեպ Առավոտ AM-ը, որ շուրջ 1 ամիս է ընդամենը գործում է, արդեն ունի 10,000 այցելու։
Անցյալ շաբաթ երևանցիները մի հաղթանակ գրանցեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի Facebook-յան պատին գրություն է թողել Փարիզյան սուրճի սեփականատեր Վալերի Գործունյանը։ Հիշեցնենք, ավելի վաղ լուրեր տարածվեցին, որ քաղաքապետարանը պարտադրում է ապամոնտաժել Մայթի սրճարանը, ինչը հաստատեց նաև Գործունյանը, սակայն քաղաքապետարանից պաշտոնական պատասխանը չուշացավ։ Խնդիրն այն էր, որ Փարիզյան սուրճի սեփականատերը բացօթյա սրճարանը միայն ամռանը շահագործելու թույլտվություն ունի, մինչդեռ ձմռանը տարածքը պոլիէթիլենային ծածկով փակելով ջերմոցային տպավորություն է ստեղծվում, ինչը չի համապատասխանում ընդհանուր քաղաքաշինական նորմերին։ Ընդամենը ոչ թե ապամոնտաժման, այլ պոլիէթիլենային ծածկը հանելու խնդիր էր դրվել։ Իսկ հիմա Վալերի Գործունյանը գրում է քաղաքապետի էջին. Սիրելի երևանցիներ, Փարիզյան սուրճը, ինչպես միշտ սիրելով Երևանը, Հայաստանը միայն լավը ցանկանալով Երևան քաղաքին որոշել է աջակցել քաղաքապետ Տարոն Մարգարյանին Աբովյան փողոցի սիրունությունը ապահովելու համար սրճարանի բացօթյա հատվածի ցելոֆանները հանելով։ Շատ շնորհակալ եմ ամենուն իրենց օգնության համար եւ վստահ եմ, որ Երևանն ու Փարիզյանը իրենց պատմությունը կշարունակեն նույն սիրով հայրենիքի բարելավման համար։ Նորեն մերսի ամենուն եւ հավաստացեք, որ եթե չլինեիք, ես ընդհանրապես գոյություն չէի ունենա։ Ես ձեզ շատ եմ սիրում ու նորեն շատ մերսի իմ ամեն հաճախորդներուն, որոնք ամենն էլ իմ համար իմ բարեկամներն են։ Գրել է Վալերի Գործունյանը, Փարիզյան սուրճի սեփականատերը։ Երևանցիների սիրած մեկ այլ վայր Արամի 30 շենքն իր սրճարանով այս օրերին շարունակում է պաշտպանված մնալ երևանցիների շնորհիվ։ Արամի խաչմերուկ շարժումը հայտարարություն է տարածել ակնկալելով պաշտոնական լուծում, որով կչեզոքացվի Արամի 30 շենքին սպառնացող վտանգը։ Հայտարարության մեջ նշվում է. Ամանորյա տոներին ընթരാճ մենք քաղաքային իշխանություններից ակնկալում ենք Երևան քաղաքի ուրույն միջավայրի պահպանմանը նպաստող հստակ դիրքորոշման դրսևորում, ինչը միաժամանակ լավագույն նվերն ու բարեմաղթանքը կլինի ուղղված մեր քաղաքը սիրող եւ դրա պատմամշակութային դիմագիծը գնահատող հանրությանը։ Անցնող շաբաթ սոցցանցերում առավել շատ քննարկված թեմաներից առանձնացրել է այսքանը։ Մեզ կարող եք հետևել նաև YouTube-ում youtube.com/armradio.fm 107, ինչպես նաև Facebook-ի եւ Twitter-ի էջերում armradio.fm 107։ Ձեզ հետ Հասմիկ Բուդաղյաններ։ Հաճելի օր ձեզ, առայժմ։